Իշխանությունները հիմա հրապարակեցին փաստաթղթերը, եթե չէին հաշվարկել, որ այդ փաստաթղթերի հիման վրա կարող են հնչել մեղադրանքներ, որոնք նաև դուք հնչեցիք։ Դե իրանք ստիպված էին հաշվել։ Մենք ինչ արեցինք, ինչ որ իմաստով այկիդո արեցինք, չէ՞, որ բանը այդ Փաշինյանը ասեց բոլորի կանչում են բանավեճի բան, Տեր-Պետրոսյանը ինչ գրեց, ասեց բանավեճելու բան չկա, դու փաստաթղթերը հրապարակի, այդ ժամանակ այ դա կլինի իսկական բանավեճ, ճիշտ է, նաև կսպառի բանավեճը։ Այսինքն մենք իր պրիոմը իր դեմ ուղարկեցինք ու դա շատ արդար ձև էր վարվելու, որովհետև իսկապես խնդիրը հետևելն է, մի թաքցրու ոչ մի բան, նստենք խոսենք։ Մենք գրեցինք իրան ճնշման տակ, ինքը հայտնվեց երկընտրանքի առաջ, ինքը կամ պետք է շարունակել պահել թաքուն այդ Մինսկի խմբի համանախագահության 2019 թվականի պլանը, բայց առանց որևէ հիմք ունենալու, որտեղ կոնֆիդենցիալության հարց չկա, գաղթապահության հարց չկա, եւ այդ դեպքում եթե դու այդ գաղտնի ես թաքուն ես պահում, նշանակում է դու ինչ-որ հանցանք ես գործել։ Այսինքն այդ ճնշումը գնալով ավելանում էր, չէր թույլանում։ Եվ այդ պահանջին միացան բոլոր ուժերը, այդ թվում ասեմ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուժերը, այդ նախագահներից դուրս ուժերը, դա հասարակական ուժերը, դա հասարակության հարցն էր։ Ախպեր ասեմ ես ինչ եք բանակցել։ Դու միշտ ասել ես մեզ ինչ ուզում բանակցում եք։ Ինչ կուզեմ մտել կբանակցեմ։ Չէ, տես չի։ Հաշվետվություն տուր, ինչ ես բանակցել։ Դու մեզ տարել ես աղետի մեջ ես մցել, հələ բացատրի այդ ո՞նց ա եղել։ Հասարակությունը գնալով ավելացրեց ճնշումը, ինքը հայտնվեց վիլկայի մեջ։ Կամ պետք է թաքցներ, խորացներ մեղադրանքները, կամ հաշվեց, որ ավելի լավ է ընտրություններին 7 ամիս մնացել, թե ինչքան մնացել, հիմա հրապարակեն, ինչ վնաս հնարավոր է կլինի, կամաց կմարսվի կեթա։ Այսինքն ընտրությունների արդեն դուրս կգա մի քիչ մաքրված բան, բայց не тут-то было։ Այս քթից ենք բերելու։ Մենք չէ, մեր ժողովուրդը, հասարակությունը։ Այս փաստաթուղթը եւ իր խայտարակ մերժումը, այս աղետը, որի մեջ ինքը մեզ ընկղմեց, մենք իր քթից ենք բերելու, որպես հասարակություն, որպես քաղաքացիներ։ Ինքը սրատակից չի կարող դուրս գա։ Անգամ չեն կարողանում կողմնորոշվել, վերջը մերժել են, չեն մերժել, բարա պատասխանել են, չեն պատասխանել, չեն կարողանում, այս հարցի լուծումը չեն կարողանում տալ, ինչ են արել, ու չեն տալ, սա ասում եմ, մի հատ խարան է, սա պատմության խարանն է, որ իրանց վրա մնացել է, սա իրանց զրկում է, ինչ ասեմ, լեգիտիմությունից ես կասեի անգամ, որովհետև իրանք չունեն այդ պատասխանը, իրանք ինչ ընտրություն են կատարել ճակատագրական հայ ժողովրդի համար, ամենավատ ընտրությունը, այլ հարցեր։ Պարոն Զորաբյան, մինչև ձեր ասումսը կառավարությանից հետո բրիֆինգի ժամանակ իմ հարցին թե 19 թվականի պակետի երբ անընդհատ նշում եք, որ վերնագիր Հայաստանի Հանրապետության նախագահին, ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետին տպավորեցնում է, որ այդ պատճառով եք խոսակցել բանակցելու եւ եթե բանակցեին գուցե չունենային 20 թվականի պատերազմը եւ ունենային Արցախ պատասխանեք ինչ առաջ մեծերապի վերադողը հնչեցրեց, ձեզ եմ ուզում հասցրել, ձեր տպավորությամբ կամ ձեր տեղեկատվության ընդհանրապես որևէ բանակցություններ չի եղել եւ ըստ ձեզ ինչու է անընդհատ շեշտադրում Հայաստանի Հանրապետության նախագահ վերնագրով պատետ ստացում։ Որտեվ Փաշինյանը պետք է գտնի արդարացումներ, թե ինքը ինչի չի պատասխանել Մինսկի խմբի առաջարկին։ Հիմա ինքը ընտրել է մանկապարտեզի համար ընդունելի, ըմբռնելի մի հատ բացատրություն, որ այնտեղ ես վարչապետ եմ, այնտեղ գրածել մենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահները։ Այ ախպեր ջան, քեզ ուղարկել են փաստաթուղթ, որի վրա խաղաղությունը պիտի կառուցի, դա պիտի ստորագրեն, հա, սխալմամբ գրել են ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, պիտի գրեն Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը։
Գրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները։ Գրի պատասխանում գրի, որ բանա, այս մի բանը ուղեք։ Այսինքն դու բանես պատերվակ ես վերցնում այդ հանգամանքը ու թքում ես միջազգային հանրության ճակատին, դեմքին, հա, այդ ես անում։ Իսկ հարցին հուսալվածն է։ Մանկապարտեզ է, սա գիտեք ինչ է, ինքը ինձ թվում է հայ ժողովրդին իսկապես համարում է մանկապարտեզ, որովհետև եթե մարդը լրջորեն մտածում է, որ նման բացատրությունով կարելի է հասցեագրել այդ հարցը, դա նշանակում է բանա 4 տարեկան մանուկների տեղ է մեզ դրել։ Եվ մեզ չէ լավ, մենք ջանգան, մեր ժողովրդին։ Այս ինչ մակարդակ է։ Ախպեր գրի բանա, ես վարչապետ եմ, այս տեքստում սենց փոփոխություն մացրել։ Այդ էր թերությունը պլանի։ Պլանի թերությունը այն էր, որ գրած է նախագահ ոչ թե վարչապետ, ուրիշ թերություն չկար, իսկ եթե կներեք թերություն չկար, կային միայն առավելություններ, ինչը ես հիմա ապացուցեցի, դու առաջինը պիտի գնայր ասեիր, եղբայր եկեք շուտ անենք, ուղղակի ես սխալը մատ ուղղեք, բան անենք, տանենք շուտ հարցերը լուծենք։ Հիմարի տեղա դրել մեզ բոլորիս ինչ անում։